Երկօրյա այցով Հայաստան են ժամանել մեր FIFA-ի գործընկերները, որոնց հետ մենք կազմակերպել ենք 2 սեմինար պարապմունքներ մեր շահառու գործընկերների հետ համատեղ։ Թեման մասսայական ֆուտբոլի զարգացումն ու վերլուծությունն է Հայաստանում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անում է ամեն բան, որպեսզի թե մեր FIFA-ի, թե մեր շահառու գործընկերները կարողանան համատեղ ունենալ բավականին քննարկումներ, որպեսզի պատկերացում կազմենք նաև առկա հարցերի, առաջադրանքների, խնդիրների մասին, գտնում ենք դրանց լուծման տարբերակները, որպեսզի կարողանանք ավելի արագ ու ճիշտ կազմակերպել աշխատանքը։ Երեկ ունեցանք սեմինար ՀՖՖ աշխատակիցների համար, այսօր սեմինարն անցկացվեց այն մարդկանց հետ, ում հետ մենք իրականացնում ենք մեր ողջ մասսայական եւ սիրողական ֆուտբոլին վերաբերող գործունեությունը։ FIFA-ի մեր գործընկերները ներկայացրին մեր երկրում տիրող իրավիճակի այսպես կոչված պատկերը, որոնց վերաբերյալ նրանք 2 տարի ուսումնասիրություններ էին կատարել։ Մեր երկրում որքան շատ ինֆորմացիա ունենանք, ինչպես մեր խնդիրների, այնպես էլ չկատարված աշխատանքների մասին, մենք ինֆորմացված կերպով մեր աշխատանքները կուղենք այդ ուղղություններով։ Սիրողական ֆուտբոլի զարգացումը առանցքային նշանակություն ունի, քանի որ այն ֆուտբոլի հիմքն է։ Աշխարհում ֆուտբոլիստների 99.8%-ը սիրողական մակարդակում են եւ միայն 0.2%-ն են պրոֆեսիոնալ։ Հետևաբար մասսայական ֆուտբոլի առաջընթացը ակումբների եւ ազգային հավաքականի հաջողության գլխավոր նախապայմանն է։ Այս օրերին մենք ներկայացնում ենք զեկույց, ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ Հայաստանի համար։ Սա FIFA-ի իրականացրած վերջին տարիների կարևորագույն հետազոտությունն է, որը կանխորոշելու է մեր ապագա ռազմավարությունը։ Այսօր այստեղ մենք այս ամենը ներկայացնում ենք շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ արդյունավետ գործակցության։ Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, գլխավոր քարտուղարին եւ տեխնիկական տնօրենին հետեւողական ու արդյունավետ աշխատանքի համար։ Այստեղ ուսումնասիրվում է միջազգային փորձը, տրվում են վերլուծական եւ վիճակագրական տվյալներ տարբեր երկրներից, որոնց ծանոթանալով եւ լավագույնը այս սեմինարի արդյունքում վերցնելով մենք կարող ենք տեղայնացնել մեր երկրում եւ մասնավորապես տարբեր մարզերում ըստ մարզերի առանձնահատկությունների եւ բնակլիմայական պայմանների։ Այն ոլորտը, որի մասին մենք խոսում ենք, վերաբերում է բոլորին, ամբողջ ֆեդերացիային եւ վերաբերում է անմիջականորեն, որովհետեւ հիմնական շահառուները ֆուտբոլի Հայաստանում դա մասսայական ֆուտբոլի շահառուներն են։ Հազարավոր երեխաներ, որոնք ուղղակի բակում ֆուտբոլ են խաղում, դրանք մեր շահառուներն են, բազմաթիվ միջոցառումներ, որոնք մենք մարզերում անցկացնում ենք եւ սիրողական ֆուտբոլն էլ այդ թվում, դրանք մասսայական ֆուտբոլի շահառուներն են։ Դրա համար սա ամենակարևոր կետերից է, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք։